Բարի երեկո, շանթիեթեր շարունակում է հորիզոնը։ Պետական եւ համայնքային շահերի պաշտպանության շրջանակներում վերադարձված անշարժ գույքի մասով դատախազությունը ներկայացրել է մոտ 600 միլիարդ դրամի պահանջ։ Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։ Պետբյուջեից 13,8 միլիարդ դրամի վերաբաշխմամբ հանրապետության տարբեր հատվածներում կհիմնանորոգվեն, կնորոգվեն ու կկառուցվեն ճանապարհներ ու կամուրջներ։ Լրացուցիչ 2,3 միլիարդ դրամի վերաբաշխմամբ էլ կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ։ Բջջի բնակավայրի հանրապետական նշանության ամրոց պատմության եւ մշակութային շարժ հուսարձան տանող ճանապարհի նորոգում։ Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել եւ ավարտել այս տարի եւ սրանով ըստ էության մենք կամբողջացնենք բջջի զբոսաշրջային կլաստերում մեր կապիտալ ներդրումները այս փուլում։ Վարչապետը գոհունակությամբ հայտնեց, որ բջջի եկեղեցու վնասված պատն արդեն վերականգնված է։ Բջջի պատմամշակութային հուշարձան ամրոցի տարածքում ապահովել է լուսավորություն։ Ամրոց տանող ճանապարհն ու հարակից հատվածները բարեկարգվել։ Զբոսաշրջային հոսքերը հույս ունեմ եւ համոզված եմ նաեւ բջջիում տնտեսական նոր ակտիվություն կբերի։ Վարչապետը հերթով թվարկեց այն ուղղությունները, որոնք վերաբաշխման արդյունքում պետք է ֆինանսավորվեն։ Նախարար Դավիթ Խուդատյանն ամփոփելով նշեց, որ այս տարի արդեն 48 կիլոմետր ճանապարհ ասֆալտապատվել է։ Մոտավորապես 350-ի մասով ունենք պայմանագրեր կնքված կապալառուների հետ եւ ավելի քան 200-ի մասով այս պահին աշխատանքներն իրականացվում։ Կառավարության հաջորդ ընդունված որոշմամբ աշտարակամայնքի օրգով բնակավայրում գտնվող 4 հեկտար մակերեսով հատուկ պահպանվող տարածքի նշանակություն ունեցող հողամասը, որի շուկայական կադաստրային մոտարկված արժեքը կազմում է շուրջ 31,7 միլիոն դրամ, կամրացվի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Նախարար Խուդատյանը ներկայացրեց նախագիծը, գլխավոր դատախազ Վարդապետյանն էլ հավելեց, սա դատախազության կողմից ներկայացված հայցի բավարարման արդյունք է։ Նախկին ղեկավարը օրգով համայնքի 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հեկտար մակերեսով հողամասն օտարել էր իր որդուն, ավելին հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։ Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև գործադիրի նախորդ որոշումներով դատախազության տարբեր լիազորությունների շրջանակում պետությանը ամրացված գույքերին։ Կառավարության որոշմամբ ստեղծված վերականգնված միջոցների միասնական հաշվին ստեղծման օրվանից 2024-ի դեկտեմբերի 5-ից առ այսօր մուտք է եղել 16 միլիարդ 953 միլիոն 382 հազար դրամ։ Վարդապետյանը հավելեց, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման գործառույթի շրջանակում 152 հայցադիմումով ընդհանուր հայցագինը գերազանցում է շուրջ 600 միլիարդ դրամը։ Վարչապետն անդրադառնալով իր ընտանիքին առնչվող ապատեղեկատվություններին, թե իբրև Հայաստանի վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն եվրոյով տուն է գնել, քոլեջի շենք է նվիրել իր դստերը եւ այլն, ունի հետեւյալ բացատրությունը. ճակերտավոր անկանոն շարժումները կապված են գույքի բռնականցման համակարգերի հետ։ Հիմա քանի որ այս ապօրինի գույքի բռնականցման 4 ուղղությունները ակտիվացել են, իրանց մի խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանց նման ենք։ Կառավարությունը հավանություն տվեց թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ 2025-ից 27 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագծին։ Նախարար Արփինե Սարգսյանի խոսքով ռազմավարությունը մանրակրկիտ անդրադառնում է հանրության բոլոր շերտերին, պետական կառավարման համակարգի բոլոր օղակներին՝ զինված ուժեր, քրեակատարողական հիմնարկներ, ձերբակալվածներին պահելու վայրեր, դպրոցներ եւ մնացյալ բոլոր կառույցները, որոնք կարող են այս կամ այն կերպ թեմային առնչություն ունենալ։ Նախարարի փոխանցմամբ 2024-ի ընթացքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կիլոգրամ թմրամիջոց, որը շուրջ 200 կիլոգրամով ավելի է, քան 2023 թվականին։ Եվ եթե համադրենք նաև 2025 թվականի առաջին մի քանի ամիսների տվյալները, ապա արդեն իսկ հասցրել ենք համատեղ ուժերով դուրս բերել 173 կիլոգրամ թմրամիջոց ընդհանուր շրջանառությունից, կրկին թիրախավորելով հատկապես ներմուծման process-ը։ Արփինե Սարգսյանը կարևորելով ռազմավարության կետերից մեկը նշեց, որ թմրամիջոց օգտագործողին չպիտի վերաբերվեն որպես հերթական թիվ, որը ընդհանուր վիճակագրության մեջ արտացոլվում է, այլ նրա խոսքով գործ ունեն մարդ անհատի հետ, որի հետ հետագծելիությամբ պետք է տանեն կոնկրետ աշխատանք, որ ցիկլը նորից չմտնի շրջանառության մեջ եւ կարողանան ունենալ ի վերջո անձի բուժում, սոցիալական ինտեգրում, նաեւ վերադարձ դեպի հանրություն առանց որևէ պիտակավորման։ Տիգրան Վակիմյան, Հորիզոն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղման ուղղված միջոցառումներին եւ հակակարգտային կայանքների արդյունավետությանը վերաբերող հարցեր։ Մանրամասներ են ներկայացվել բնակլիմայական ռիսկերի մեղման ուղղված միջոցառումների, գյուղատնտեսական ապահովագրության, կարգտապաշտպան ցանցերի ներդրման, կարգտարության վնասների փոխհատուցման տարբերակների վերաբերյալ վարչապետը կարևորել է կարգտապաշտպան ցանցեր եւ ապահովագրության գործիքների կիրառումը եւ հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները։ Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Խորհրդարանում շարունակվում են 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումները, այսօր զեկույց ներկայացրել է արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը։ Տարին սկսվեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության ուրեմն հաստատմամբ, հիշում եք այս ռազմավարական երկխոսությունը նոր մակարդակի բարձրացնելու, ռազմավարական գործընկերություն դարձնելու ուրեմն փաստով բազմաթիվ շարժումներ եղան այն մասին, թե որքանով է Միացյալ Նահանգների նոր վարչակազմը հավատարիմ այս սկզբունքներին եւ այս ձևաչափին, կարծում եմ հիմա արդեն կարող ենք փաստել, որ նույն Միացյալ Նահանգների կողմից մի քանի հավաստիացում եղավ այն մասին, որ այս առումով ոչինչ չի փոխվում եւ մենք ռազմավարական գործընկերներ ենք։ Իհարկե մենք այն ժամանակ էլ ունեինք այս հավաստիացումները եւ վստահությունը, բայց մամուլում եւ հանրության մեջ որոշակի ուրեմն հարցադրումներ եղան։ Այնուհետև նաև պետք է ասեմ, որ բացի երկկողմորակարգից, օրինակ Միացյալ Նահանգների հետ մենք տեսնում ենք նաև նոր վարչակազմի ընդգծված հետաքրքրությունը ուրեմն խաղաղության օրակարգի լայն աշխարհում եւ մասնավորապես Հարավային Կովկասում խաղաղության ուրեմն օրակարգի առաջ մղման, երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ Եվ մենք եւ Միացյալ Նահանգների վարչակազմը եւ ինչպես նաեւ շատ այլ գործընկերներ աշխարհում համարում ենք, որ իրականում պատմական հնարավորություն կա Հարավային Կովկասում ունենալ այդ խաղաղությունը, կա հնարավորություններ իր բավականին լայն պատուհան, եթե այսպես կարող ենք ձևակերպել։ Իհարկե առանցքայինը մեր կարգավորման գործընթացն է Ադրբեջանի հետ եւ այս առումով եւս այս տարվա առաջին կիսամյակում ուրեմն առիթներ եղել են, քննարկումներ ունեցել ենք։ Ես օրինակ հանդիպում եմ ունեցել Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախարար Բայրամովին, վերջերս Տիրանայում Ալբանիայի մայրաքաղաքում վարչապետ Փաշինյանը զրույց ունեցավ նախագահ Ալիևի հետ եւ մենք հույս ունենք, որ առաջիկայում այս խոսակցությունը ավելի գործնական եւ հանգամանալից կերպով հնարավոր կլինի շարունակել եւ իհարկե եւ խոսում ենք այս տարվա առաջի կիսամյակի մասին այս համատեքստում Հայաստան-Ադրբեջան կարգավորում ունենք շատ նշանակալի եւ իսկապես մի աննախադեպ ձեռքբերում, ունենք փաստաթուղթ, որի տեքստը համաձայնեցված է եւ Ադրբեջանը եւ Հայաստանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի, սա պայմանական անունն է, հիշում եք իրականում անվանումը փաստաթղթի մի քիչ երկար է։ Ուրեմն տեքստի շուրջ բանակցություններ ավարտված են եւ կա երկու կողմի համար ընդունելի համաձայնեցված տեքստ։ Հայաստանը հայտարարեց եւ այսօր էլ հայտարարում է, վերահաստատում է, որ մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել խորհրդացություններ որոշելու ստորագրման օրը, տեղը։ Ադրբեջանը իր դիրքորոշումն է հայտարարում, կան որոշակի նախապայմաններ, այդ մասին բազմիցս խոսվել է։ Առաջ քաշվող թեմաներից մեկը որպես օրակարգ Մինսկի խումբը եւ դրան վերաբերող ուրեմն կառույցների լուծարման գործընթացը, որ ընդհանրապես որպես օրակարգ մեզ համար հասկանալի եւ ընդունելի է, իսկապես երբ որ կլինի ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, իսկ ես այս տերմինի տակ նկատի ունեմ ստորագրված, փաստաթուղթ խաղաղության հաստատման եւ ըստ էության թղթի վրա նաև կոնֆլիկտը կավարտվի, տրամաբանորեն հարկ չլինի ունենալ այս կոնֆլիկտին վերաբերող որևէ կառույց միջազգային հարթակներում։
Այնուամենայնիվ տեխնիկական նյուանսներ կան։ Մենք կարծում ենք, որ այս գործընթացը Մինսկի խմբի եւ կառույցների լուծարման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման, հետագայում վավերացման, ուրեմն գործընթացը առնվազն պետք է զուգահեռվեն եւ մենք միաժամանակ կարող ենք օրինակ երկու թղթի շուրջ հանդիպում ունենալ, ստորագրություն ունենալ։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կհանդիպենք ժամը 22-ին։